Ողջույն բոլորին, բարի գալուստ հայկական խոհանոց, այսօր միասին պատրաստում ենք թթվասերով անչափ համեղ ծակոտկեն բիսկվիտ։ Այս բիսկվիթի խմորի մեջ կարող եք ավելացնել տարբեր տեսակի մանր կտրտած մրգեր, հատապտուղներ, ընկույզ, չամիչ, ինչպես նաև կիտրոնի կամ նարնջի քերուկ։ Ավելացրեք այն բաղադրիչները, ինչպես ձեզ կթելադրի ձեր երևակայությունը։ Այս բիսկվիթը կարող է ծառայել որպես ցանկացած ձևավորված խմորեղենի հիմք։ Պարզապես բիսկվիթը բաժանում եք երկու հավասար մասերի և զարդարում եք ձեր նախընտրած կրեմով և մրգերով։ Բիսկվիթը թխելու համար մեզ անհրաժեշտ է 200 գրամ թթվասեր, 200 գրամ շաքարավազ, 220 գրամ ալյուր, 4 ձու, սոդա, ինչպես նաև վանիլային շաքարավազ։ Առանձնացնում ենք 4 ձվի սպիտակուցները և դեղնուցները։ Դեղնուցների վրա ավելացնում ենք շաքարավազը, թթվասերը, 1 ոճլիկը թեյի գթալ սոդան և վանիլային շաքարավազը։ Ձեռքի հարիչով բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք, մինչև սոդան ակտիվանա և զանգվածը փրփրի։ Հարգելիներս, հայկական խոհանոց ալիքում կան նաև բիսկվիթի պատրաստման ևս մի քանի տարբերակներ։ Մածունով, խտացրած կաթով, եռման կաթով և այլն։ Բոլոր բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Մաղում ենք 220 գրամ ալյուր։ Ալյուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագենա թթվածնով և մեր բիսկվիթը ստացվի բարձր և ծակոտկեն։ Թաց բաղադրիչները միացնում ենք ալյուրին և այս զանգվածը մի կողմ ենք դնում։ Պետք է ստանանք այսպիսի խտություն ունեցող խմոր։ Առանձին տարայի մեջ լցնում ենք 4 ձվի սպիտակուցները և հարում ենք 4-ից 5 րոպե։ Հարգելիներս, ինչպես նկատեցիք, այս բաղադրատոմսի մեջ չենք օգտագործում ոչ ձեթ, ոչ մարգարին և ոչ էլ կարագ։ Թթվասերի յուղայնությունը լրիվ բավական է փափուկ բիսկվիթ ստանալու համար։ 5 րոպե անընդմեջ խառնելուց հետո սպիտակուցները հա պետք է նման տեսք ունենան։ Սպիտակուցները 3-4 անգամից քիչ-քիչ լցնում ենք խմորի վրա և խառնում ենք։ Թթվասերով բիսկվիթը այս տարբերակով թխելով բիսկվիթին հաղորդում ենք թեթևություն։ Բիսկվիթի խմորը պետք է ունենա այսպիսի խտություն։ Այն իր կառուցվածքով պետք է հիշեցնի դասական բիսկվիթի խմոր, որը պատրաստում ենք միայն ձվով։ 21 սմ տրամագիծ ունեցող տարան պատում ենք յուղաթղթով, այնուհետև մեջը լցնում ենք մեր պատրաստած խմորը։ Եթե ավելի փոքր տրամագիծ ունեցող տարա վերցնեք, բիսկվիթը ավելի բարձր կստացվի։ Բիսկվիթը թխում ենք 180 աստիճան նախապես տաքացված ջեռոցում 30-ից 35 րոպե։ Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկով, այն պետք է չոր լինի։ Բիսկվիթը թխվելուց հետո թողնում ենք հովանը առնվազն 1 ժամ, վրան ցանում ենք 1 ճաշի գթալ շաքարի փոշի և մատուցում ենք։ Ես մի փոքր շտապել եմ, բիսկվիթը ինձ մոտ դեռևս տաք է։ Բիսկվիթը մատուցում ենք 1 բաժակ սուրճի կամ թեյի հետ։ Այս բաղադրատոմսով պատրաստված թթվասերով բիսկվիթը ստացվում է բավականին բարձր, ծակոտկեն և փափուկ։ Դե ինչ հարգելիներս, դուք էլ պատրաստեք այս տարբերակով և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։